Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Բաքու։ Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում։ Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը եւ Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է քննարկելու տարածաշրջանային համագործակցության եւ Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցեր։ Այս հնարավոր փոխայցելություններին եւ այլ հարցերի այսօր անդրադառնալու ենք քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ զրույցում։ Տիկին Դալաքյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Նախ այդ հարթակի կոնկրետ կենսունակության մասին խոսենք։ Ներկայիս աշխարհակաղակական իրավիճակը հաշվի առնելով կարող է 3+3 ձևաչափն ավելացնել իր հեղինակությունը եւ հենց այդ հարթակում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հետաքրքիր է, որ չնայած Հայաստանում որոշ փորձագետներ նշում էին, որ Վրաստանում ընտրություններից հետո միանալու են 3+3 հարթակին, Վրաստանը, որը իբրև թե շեղվել է Եվրամիության ճանապարհից, չի շտապում միանալ 3+3 հարթակին, սա արդեն կարևոր ազդանշան է։ Հաջորդը ներկա աշխարհակաղակական սրվող հարաբերությունների պայմաններում մենք խոսել ենք ձեզ հետ, որ իմ կարծիքով անհնար է Ռուսաստան, Ուկրաինա հրադադարի, նույնիսկ խաղաղության համաձայնագրի մասին չենք խոսում, կնքումը եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները գնալով սրվելու են եւ կարծում դա Միացյալ Նահանգներին էլ է վերաբերում, քանի որ Տրամպը չի կարող հասնել որևէ հաջողության այս ոլորտում, այնպես որ որքանով է ճիշտ, որ Հայաստանը նորից գնա մասնակցի 3+3 հարթակում բանակցություններին, դա այլ հարց է եւ ինչ արձագանք դա կստանա Եվրոպայի կողմից, որովհետեւ ինչպես նշեցի, երբ հարաբերությունները սրվում են, դա ճիշտ չի ընկալվում։ Մյուս կողմից էլ ես միշտ կողմնակից եմ այս հարցադրմանը, որ եթե Հայաստանը մասնակցում է, պիտի մասնակցի, որևէ պայմանավորվածությունների չգնա ռուսական հարթակներում, սա ես համարում եմ ռուսական հարթակ, թուրքական հարթակ, մասնակցի, բայց շարունակի փորձել տեղափոխել բանակցությունները արևմտյան դաշտ։ Իսկ ինչ կարող է ընդհանուր առմամբ կողմերին տալ Արարատ Միրզոյանի այցելությունը Բաքու եւ Բայրամովի այցելությունը Երևան, եթե դա իրականություն դառնա։ Իմ կարծիքով որևէ լուրջ բան չի կարող տալ, ելնելով Ալիևի վերջին հայտարարություններից, որը առաջարկեց լրագրողների փոխայցելություններ, ինչ որ ջրերի սահմանների հետ կապված քննարկումներ, սա ժամանակ ձգելու տակտիկան է, ինչպես անում է Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում, կա հստակ փաստաթուղթ։ Նիկոլ Փաշինյանը արդեն 2 ամիս է խոսում է խաղաղության համաձայնագրի շուրջ փաստաթղթի ստորագրման մասին, դա ողջունվեց մի շարք երկրների կողմից, առաջատար արևմտյան երկրների կողմից։ Ալիևը ստորագրելու փոխարեն էլի ժամանակ է ձգում, այցելում են տարբեր մայրաքաղաքներ, սա որևէ լուրջ հետևանք իր կողմից իմ կարծիքով չի բերելու։ Տեսեք, մինչ փորձագիտական շրջանում հիմնականում գերակշռող է Ալիևի այդ ժամանակի ձգձգման կանխատեսումը, եթե կարելի այդպես ասել։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացն է ասել, որ հնարավոր է առաջիկա 3-4 ամիսների ընթացքում եւս մի քանի երկրներ միանան Աբրահամյան համաձայնագրին, այդ թվում Հայաստանը եւ Ադրբեջանը, խոսելով նաեւ, որ այս երկու երկրները մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Սա ինչ կարող է նշանակել։ Ճիշտն ասած, ես չեմ հասկանում Ուիտկոֆի հայտարարությունը, որովհետեւ Աբրահամյան համաձայնագրերը Ջերարդ Կուշների Փեսայի կողմից էին նախաձեռնված Տրամպի նրա առաջին ժամկետի ժամանակ, որի նպատակն էր Իսրայելի եւ արաբական երկրների, մասնավորապես Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Քաթարի հարաբերությունները նորմալիզացնել Իսրայելի հետ։ Այդտեղ Հայաստանը ինչ կապ ունի, չեմ կարող ասել, Հայաստանը երբեք էլ վատ հարաբերություններ դիվանագիտական մակարդակով չի ունեցել Իսրայելի հետ, Ադրբեջանի մասին չեմ էլ խոսում։ Չեմ կարող ասել, հատկապես որ Ուիտկոֆը ինքը շատ սխալ հայտարարություններ արել նաև Ուկրաինայի հետ կապված չիմանալու հետևանքով, նշելով օրինակ, որ Ուկրաինայի գրաված 4 շրջանները Ռուսաստանի կողմից նա գրավել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Չգիտեմ, սա ես չեմ կարող մեկնաբանել, բայց այն, որ բարբերաբար հնչում է, որ Հայաստան եւ Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, խաղաղության կարող է լինել մոտ մի դեպքում, եթե ԱՄՆ-ն ցույց տա Ադրբեջանին, որը հասկանում է միայն ուժի լեզուն, որ ժամանակն է գնալ խաղաղության, միայն խոսքերով եւ բարի ցանկություններով Իլհամ Ալիևը երբեք չի գնա խաղաղության։ Տիկին Դալաքյան, առաջիկայում Սյունիքում բացվելու է Ռուսաստանի հյուպատոսարանը։ Այդ կապակցությամբ նույնիսկ այդ երկրի արտաքին գործերի նախարարն է ժամանելու Հայաստան, դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանում տեղի
ունեցող զարգացումների վրա։ Դե մենք արդեն հասկանում ենք, որ Սյունիքը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի լոգիստիկ ճանապարհների անցման համար, այնտեղ Ֆրանսիան էլ է ուզում բացել, Իրանն էլ էր խոսում դրա մասին, այսինքն Ռուսաստանը նոյեմբերի 9-րդ կետը ինչի մասին։ Իրանը Կապանում բացեց արդեն։ Այո, փաստորեն, շնորհակալություն ուղղելու համար, փաստորեն նոյեմբերի 9-րդ կետը լոգիստիկ ճանապարհների վերահսկման նպատակով շատ կարևոր է Ռուսաստանի համար, իմ տեսակետը միշտ եղել է, որ Արցախյան երկրորդ պատերազմի բուն պատճառներից մեկը հենց ճանապարհների վերահսկողություն էր ՖՍԲ-ի կողմից եւ դա աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների, այդ թվում Չինաստանի եւ Թուրքիայի հետ համաձայնեցված հարձակում էր, որպեսզի իբրև թե լուծելով Արցախյան հիմնախնդիրը բացեն տարածաշրջանային կոմունիկացիաները։ Հայաստանը պիտի շարունակի իր քաղաքականությունը այս ուղղությամբ նշելով, որ դա պիտի լինի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, բայց իհարկե ինձ համար ողջունելի չի, որ Ռուսաստանի ներկայությունը ավելի է խորանում Հայաստանում։ Քանի որ խոսեցինք Ռուսաստանից, այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև Ստամբուլում սպասվող ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, որի մասին առաջարկը Պուտինն արեց ընդամենը օրեր առաջ եւ կեսգիշերն անց։ Ինչու այդպես հապճեպ։ Ամբողջը ուղղված էր Տրամպին այս ազդանշանները, որովհետև Միացյալ Նահանգներում այդ ժամանակ prime time-ի ժամանակն է եւ միանգամից Տրամպը պատասխանեց Պուտինին, որ այո, գնացեք ուղիղ բանակցությունների։ Վլադիմիր Պուտինի եւ Զելենսկու խաղը, այսպես ասենք, ուղղված է Տրամպին։ Դա այն տեսակետը չեզոքացնում, որ Տրամպը եւ Պուտինը միասին են կիսում աշխարհը, մենք տեսնում ենք, որ Տրամպը արբիտրի դերում է, Զելենսկին է նրան պատասխանում, այնուհետև Պուտինը։ Իմ կարծիքով է Պուտինը էլի ժամանակ է շահում, նա չի գնա Ստամբուլ, ես դրանում վստահ եմ։ Այնտեղ գուցե Զելենսկին հանդիպում ունենա Ռուբիոյի հետ պետքարտուղարի, քանի դեռ Զելենսկու եւ Պուտինի միջև ուղիղ բանակցություններ չկան, որևէ լուրջ արդյունք մենք այստեղ չենք կարող տեսնել։ Իսկ դրանք երբ կլինեն, երբ Ռուսաստանը հասկանա, որ արևմուտքը շարունակելու է զինել Ուկրաինային, այստեղ սանկցիաներին ես այդքան մեծ դեր չեմ տալիս, եւ ռազմաճակատում նա չի կարող ռազմական ուժով որևէ հաջողության հասնել։ Երբ Ռուսաստանը դա գիտակցի, նա իրոք կնստի բանակցությունների սեղանին։ Այսինքն հնարավոր չէ համարում, որ Պուտինը կգնա Ստամբուլ, հատկապես Ուկրաինայի նախագահային հայտարարությունից հետո, որ ինքը Ստամբուլում որևէ այլ պաշտոնյայի հետ չի պատրաստվում հանդիպել, միայն Պուտինի հետ։ Ոչ, հնարավոր չեմ համարում, ինչու նախ Ռուսաստանը անդադ պահանջում է, որ Զելենսկին այն օրենքը վերանայի, որ Պուտինի հետ բանակցությունները արգելված են, սա ժամանակ է ձգում։ Երկրորդ, եթե Տրամպը ինքը չլինի Ստամբուլում, Պուտինը չի գնա Ստամբուլ Զելենսկու հետ հանդիպմանը, բացի այդ Պուտինը խոսեց անհաղթահարելի խոչընդոտների էլի մասին, որոնցից մեկը 4 շրջանների վերահսկողության տալն է Ռուսաստանին, որոնք իդեպ նա չի գրավել ամբողջովին, ես չեմ կարծում Զելենսկին համաձայն է այդ պայմաններին։ Իսկ ինչու Ռուսաստանի նախագահ միջնորդի դերը Միացյալ Նահանգներից այսպես ուղղեց դեպի Թուրքիա եւ դեպի Էրդողան, այսինքն կարծես թե Էրդողանին է դարձյալ մեջտեղ բերում։ Սա շատ ցավալի է մեզ համար եւ ես կարծում եմ Ալիևի չգնալը Մոսկվա հենց թուլության հետևանքն է Ռուսաստանի ղեկավարի, որը տեսնում են Թուրքիայում։ Մենք պետք է հիշենք, որ Թուրքիան շատ ակտիվորեն ներգրաված էր Եվրոպայի հետ բանակցություններում, խոսում էր, որ ինքը պատրաստ է Ֆիդանի մակարդակով մասնակցել Ուկրաինայում խաղաղության պահպանմանը եւ դա իհարկե Վլադիմիր Պուտինին ձեռնտու չէ։ Նա միշտ ցանկանում է Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ, որպես ԱՄՆ դաշնակից ավելի հեռու պահել Թուրքիայից։ Մյուս կողմից մենք տեսանք, որ Պուտինը չկարողացավ Տրամպից ստանալ այն, ինչ ուզում էր, այն է հանձնել Ուկրաինային, դա մի շարք պատճառներ ունի, մենք ձեզ հետ քննարկել ենք, առաջնային այն է, որ Տրամպը ցանկության դեպքում էլ չի կարող դա անել, նա հեղինակազրկվում է, ունի ամենացածր հեղինակությունը ԱՄՆ-ում, որպես նախագահ 100 օր հետո եւ նա լուրջ իմպիչմենթի եւ այլ խնդիրների առջեւ կարող է կանգնել, այնպես որ հասկանալը, որ ԱՄՆ-ից չի կարողանում ստանալ ոչինչ, մյուս կողմից կա չինական վտանգը ԱՄՆ հետ պայմանավորելու վերաբերյալ, մենք տեսնում ենք, որ տարիֆների հարցում դա էլ է ձեզ հետ քննարկել նախորդ հաղորդման ժամանակ Տրամպը հետքայլ է կատարում, արդեն իջեցրեց տարիֆները նորից 30%-ի։ Սա նշանակում է, որ Վլադիմիր Պուտինի համար Թուրքիայի չեզոքությունը նորից դարձել է կարևոր, իսկ սա Հայաստանի համար վտանգավոր է։ Ինչ նկատի ունեք ասելով, որ Հայաստանի համար վտանգավոր է։ Նկատի ունեմ, որ պատմականորեն Թուրքիան եւ Ռուսաստանը երբ պայմանավորվելու խնդիր ունեն, դա տեղի է ունենում ցավոք Հայաստանի հաշվին։ Իհարկե, այստեղ Սիրիա էլ կա, Լիբիա էլ կա, բայց Սիրիայում Ռուսաստանի դիրքերը այնքան ուժեղ չեն, որ Թուրքիայի հետ նա գնա առճակատման, իսկ Հարավային Կովկասում կա նոյեմբերի 9-րդ կետը, ինչի մասին մենք խոսել ենք։ Հայաստանի քայլերը որոնք պիտի լինեն, քանի որ հիմա Թուրքիան փորձում է ավելի կոնստրուկտիվ լինել արևմուտքի հետ, նույնիսկ Մակրոնի հետ տեսնում եք ինչպիսի բարեդրացիական
նման հարաբերություններ է փորձում ստեղծել, ի տարբերություն այն ժամանակվա, երբ վիրավորում էր նրան անձնապես, Հայաստանը օգտագործելով մեր լավ կապերը Ֆրանսիա եւ արևմտյան երկրների հետ, պիտի այնպես անեն, որ Էրդողանը ինքն էլ չազատի Ալիևի ձեռքերը հարավային Կովկասում Ռուսաստանի հետ որևէ ավանտյուրայի գնալու նպատակով։ Տիկին Դալաքյան, խոսելով ես աշխարհաքաղաքական մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից, դրանց հետ զուգահեռ կար այսպես մի կետ, որը թվում էր թե սկիզբ է առել եւ շարունակվել է խոսքը սահմանազատման եւ սահմանագծման մասին, անգամ հայտարարություն ընդունվեց, բայց մի քանի ամիս է արդեն ընդհանուր հայտարարությունը կողմերի կա, բայց այդ գործընթացում գոնե թե հրապարակայնորեն առաջընթաց չկա։ Այդտեղ ինչու է դոփում տեղում եւ չկա շարունակություն։ Դե շատերս էինք թերահավատ սահմանազատման շարունակական գործընթաց լինելու վերաբերյալ, մենք խոսում էինք, որ երբ Ադրբեջանը ստանա իրեն անհրաժեշտ տարածքները, դրանով իհարկե Հայաստանի ներքաղաքական դաշտն էլ ապակայունացնելով, հիշում եք այդ շարժումները, նա այլևս չի շարունակելու այս գործընթացը, որովհետև Ադրբեջանի նպատակը խաղաղության գնալը չէ, սահմանազատումը չէ, Ադրբեջանի նպատակը ժամանակ ձգելն է, երբ իր կարծիքով աշխարհաքաղաքական իրավիճակը հարմար կլինի, նորից Հայաստանի ինչ-որ մի բան ներողություն պոկելու նպատակով։ Բայց որքան կարող է այդ ժամանակը ձգձգել։ Դուք չեք տեսնում այդ կամք, օրինակ Միացյալ Նահանգներից կամ այլ եվրոպական երկրներից, որի վերջո նրանք էլ Ալիևին կասեն, որ այլևս անհնար է այդ ժամանակը ձգել։ Քանի դեռ Ռուսաստանը չի պարտվել Ուկրաինայում, պարտվելը սա չի նշանակում, որ Ռուսաստանը կգրավի Ուկրաինայի կողմից։ Խոսքը նրան է վերաբերում, որ Ռուսաստանը չկարողանա հասնել Ուկրաինայում իր նպատակներին, ինչը ակնհայտ իր թուլությունը ցույց կտա։ Իսկ Ալիևը հարավային Կովկասում իր քայլերը համաձայնեցնում է առաջինը Ռուսաստանը, երկրորդը Թուրքիայի հետ։ Հաջորդը, եթե Միացյալ Նահանգներում իրոք կամք լինի եւ կամքը կախված է նաեւ մեր աշխատանքից, մենք միշտ խոսում ենք, որ Հայաստանը ինքը ակտիվ պիտի նախաձեռնի, օրինակ երբ որ Տրամպը խոսում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին, ինչպես Զելենսկին է անում, յուրաքանչյուր բառից պետք է օգտվել եւ ասել ինչ եք դուք առաջարկում, օրինակ ուր է սահմանային խումբը, որը պիտի գար Հայաստան։ Հայաստանի կողմից եւ ես пассив քաղաքականություն եմ տեսնում։ Դրա համար մենք պետք է լինենք ակտիվ։ Տրամպը ինքը պիտի նաեւ հասկանա, որ ուժի լեզվով են խոսում այսպիսի ավտոկրատ երկրների հետ, մյուս կողմից Ռուսաստանի դիրքերը Ուկրաինայում շատ կարեւոր են այստեղ։ Իսկ որքանով եք հավանական համարում, որ նույն Ռուսաստանը ձեր ասած պարտությունը կկրի Ուկրաինայում, որովհետև շատերի կանխատեսմամբ այդ գերտերությունը պարտվել չի կարող, որովհետև պարտվելու դեպքում կամ միջուկային զենք եւ այլն նման Միջուկային զենքի հեքիաթը մենք 3 տարից հետ լսում ենք, անընդհատ կան գերտերություններ, որոնք պարզ հասկացել են Ռուսաստանի, դրա մասին դեպ ամերիկյան մամուլում էլ կա գրված, որ հարվածը լինելու է որոշում կայացնող կենտրոններին, կներեք Decision Making Centers, այդպիսի հոդված կար New York Times-ում, որ իրենց զգուշացվել է Լոյդ Օստինի կողմից, որ հարվածը լինելու է բունկերին, այսպես պարզ լեզվով ասենք։ Հաջորդը Չինաստանը միշտ խոսում է, որ ինքը դեմ է միջուկային զենքի օգտագործմանը, որովհետև 1-2 օր հետո Ճապոնիան եւ Հարավային Կորեան կունենան սեփական միջուկային զենքը, որքանով է դա ձեռնտու Չինաստանին, այն էլ Հնդկաստանի հետ հակամարտության պայմաններում, եւ Հնդկաստանն էլ ունի միջուկային զենք, ակնհայտ է, որ աշխարհի որևէ գերտերության համաձայնություն այստեղ չի կարող լինել, իսկ Ռուսաստանը ինքնուրույն այդ քայլին չի գնա առանց Չինաստանի համաձայնության։ Խոսքը պարտվել է այսպես է, եթե Ռուսաստանը հասկանա, որ Ուկրաինան չի կարող ոչնչացնել որպես պետություն, իսկ Ռուսաստանի քարոզչությունը ռուսական 24 ժամ դրա մասին է։ Այսինքն հակառակցման ժամանակ եթե զինեին Ուկրաինային, այսօր Ռուսաստանը կլիներ այլ իրավիճակում։ Սա Եվրոպայի կամքից է կախված, վերջապես Եվրոպան պիտի հասկանա, որ սանկցիաներով եւ դիվանագիտությամբ Ռուսաստանին չեն կարող հանել Ուկրաինայի տարածքից, պետք է զինել ընդհանրապես։ Իսկ հիմա կարելի է համարել, որ Թրամփի այսպես խաղաղարար քաղաքականությունը ձախողված է կամ գոնե թե մոտ է ձախողման։ Ռուս-ուկրաինական հակամարտության վերջնարդյունքը կարծես թե չի երևում է, բայց գուցե Ստամբուլում Ես կարող եմ ասել, որ իմ տեսակետը չի փոխվել, ԱՄՆ-ն դուրս է գալու բանակցություններից, հայտարարելով, որ դե Եվրոպան Զելենսկին են մեղավոր, իմ կարծիքով Ռուսաստանին չի ասի եւ դուրս կգա բանակցություններից։ Այո, ձախողվել են նաեւ Մերձավոր Արևելքում, մենք այսօր տեսանք, որ Նետանյահուն ասեց, որ նույնիսկ գերիների ազատ արձակումից հետո նա չի պատրաստվում կանգնեցնել պատերազմը Համասի դեմ։ Իրանի հետ բանակցությունները դոփում են տեղում, Հարավային Կովկասում չկա առաջընթաց։ Հիմա էլ նա գնացել է Սաուդյան Արաբիա, խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների
մասին։ Եթե հիշում եք 8 տարի առաջ նա էլի գնացել էր Սաուդյան Արաբիա, բայց այդ ներդրումները չեղան, որովհետև տեղի ունեցավ Համասի հարձակումը Իսրայելի ուղղությամբ եւ նույն Ավրահամյան համաձայնագրերը չկատարվեցին։ Ես չեմ զարմանա, որ հիմա էլ նույն տեղի ունենա, բայց Թրամփը ամեն ինչ կարող է վերածել շոուի, ասել, որ ես փորձեցի, ոչինչ չստացվեց։ Բայց տեսեք, մյուս կողմում կարծես թե դուք ասացիք Միացյալ Նահանգների Իրան բանակցությունները տեղում դոփում է, բայց երկու կողմերն էլ լավատեսական հայտարարություններ են անում, անգամ Իրանից են այդ լավատեսական հայտարարությունները հնչում։ Իսկ դուք չեք տեսնում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն այս փուլում։ Դրական այն է, որ Միացյալ Նահանգները ի տարբերություն Թրամփի առաջի ժամանակահատվածի ավելի նվազեցրել է պահանջները Իրանի հանդեպ, հրթիռների օրինակ չարտադրման մասին պահանջը չկա, հեռահար կամ զենքերի ուրեմն քանակի նվազեցման, խոսքը գնում է միայն միջուկային զենքի ստեղծման արգելքի մասին, բայց Իրանը դեռ չենք տեսել, որ դրական է արձագանքել դրան։ Իմ կարծիքով Իրանի ղեկավարությունը հատկապես հոգևոր ինքը նույնպես ժամանակ է շահում հասկանալու համար Թրամփը արդյոք լուրջ է, երբ ասում է, որ ես սանկցիաներ կկիրառեմ, թե էլի կընկղվի իր ներքաղաքական խնդիրների մեջ։ Ամեն ինչ կախված է Թրամփի խոսքի լրջությունից, որը ցավոք այսօր արժեզրկված է։ Նահանգները ունի բոլոր գործիքները եւ Իրանին կոնստրուկտիվ դարձնելու եւ Ռուսաստանին։ Արդյոք դա կկիրառի, դա միայն Դոնալդ Թրամփը գիտի կամ նույնիսկ գուցե ինքն էլ չգիտի։ Եվ ամփոփելով մեր զրույցը, այ հաշվի առնելով աշխարհակաղակական, այսպես տարբեր թատերաբեմում տեղի ունեցող այս զարգացումները, Միացյալ Նահանգներ, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, այս ամենը որքանով են տեղավորվում հայկական շահի դեպի դրականը։ Այն, որ Միացյալ Նահանգները իզոլացիոն քաղաքականություն չի վարում, դա լավ է, որովհետև Թրամփը երբ գնում է մերձավոր արևելք, արաբական երկրներ, լոզունգը այսպիսին էր, մենք վերադառնում ենք այս տարածաշրջան, սա նշանակում է, որ առնվազն Թրամփը չի հեռացել եւ չի ընկղվել ներքին խնդիրների մեջ։ Երկրորդը, այն, որ Թրամփը խոսել է Հայաստանի հետ համագործակցության մասին, այն, որ Մարիա Զախարովան շատ բացասական արձագանքեց հայ-ամերիկյան զորավարժություններին, ապացուցում է, որ Ամերիկան չի նվիրել Հարավային Կովկասը Ռուսաստանին։ Հաջորդը տարբեր բևեռների գոյությունը թույլ է տալիս Հայաստանին խաղալ արտաքին քաղաքականության ոլորտում, բայց միևնույն ժամանակ ստեղծում է նոր մարտահրավերներ եւ խնդիրներ, այսինքն պետք է լինի թիմ, պետք է լինեն կենտրոններ, որոնք աշխատեն տարբեր երկրների, արաբական երկրների, արևելքի, արևմուտքի ուղղությամբ, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի։ Այնպես որ մենք ունենք մեծ շանսեր եւ ունենալ հաջողություն եւ ունենալ տարբեր կորուստներ։ Սա կախված է Հայաստանի արտաքին քաղաքականությունից, իհարկե գումարած նաեւ Ռուսաստանի իրավիճակից կրկնվեմ Ուկրաինայում, եթե Ռուսաստանը հասնի իր նպատակներին, նա կթեքվի Հարավային Կովկաս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հեռանկարում քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր։